հունվար ամիսը բավականին բարդ շրջան է լինելու մեր արտաքին քաղաքականության համար, հատկապես հունվարի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու հակահայկական բանաձև է դրվելու քվեարկության։ Մենք ինչ կարող ենք անել այս փուլում խուսափելու համար այս երկու բանաձևերից եւ ընդհանուր առմամբ ինչու ունենք այս իրավիճակը։ Ընդհանրապես ԵԽԽՎ-ում մեր արտաքին դիվանագիտական լուծումները միշտ չէ, որ դրական են եղել եւ այդ հարցում ԵԽԽՎ-ն առանձնապես դրական չի տրամադրված, բայց դա հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմն էլ հետեւյալն է, լավ, ինչ լծակներ ունի կամ ինչ գործիքներ ունի ԵԽԽՎ-ն իսկ որոշումները կատարելու համար, սա երկրորդ հարցն է։ Բնական է, որ մենք ունենալու ենք երկու խիստ բարդ քննարկումներ, երկուսն էլ կապված Արցախի հետ։ Կարծում եմ մեր միջազգային հարաբերություններով զբաղվող բոլոր այսպես գործիքները պետք է օգտագործենք խուսափելու համար, համենայն դեպս խուսափելու համար վատ Հայաստանի համար եւ Արցախի համար վատ բանաձևներ ընդունելուց։ Ուշացած չեն մեր բոլոր քայլերը, մենք ամբողջ տարի չպետք է հետևողական աշխատեինք, որ չունենայինք։ Գիտեք, ես չեմ կարող ասել, որ այսպես մեր համապատասխան մարմինները վատ են աշխատել, դրա բանը չեմ տեսնում ես դա, որովհետև մեր հիմնական խնդիրները կապված են եւ Արցախի եւ հիմնական արտաքին խնդիրները կապված են ավելի շատ Արցախի հետ, քան Հայաստանի Հանրապետության հետ։ Դա հետևանք է նրանց ավելի լավ աշխատելուն, ես այդպես կարող եմ ասել, եւ հետևանք է այն կոռուպցիոն համակարգին, որը որ կա ամբողջ աշխարհում եւ այդ թվում եւ ԵԽԽՎ-ում։ Պարոն Հակոբյան, եւ ինչպես է գնահատում Ալիևի օրերս արած հայտարարությունը, որ 2015-ին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով որևէ առաջընթաց չունեցանք եւ Սարգսյան-Ալիև հանդիպումը զուտ ձևական բնույթ էր կրում։ Չէ, ով ոնց, բայց մենք ունեցանք, որ յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ամիս, երբ որ Ղարաբաղը գտնվում է այս դե ֆակտո վիճակում, դա Ղարաբաղի հաջողություն է։ Պարոն Հակոբյան, ինչպես է գնահատում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հունվարի 7-ին արած հայտարարությունը, ըստ որի օրինակ Օսմանյան կայսրությունում եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել։ Ինչով է պայմանավորված Ռուսիո պատրիարքի այս հայտարարությունը եւ ինչ մտավոր։ Ես կարծում եմ ուղղակի հիշողության հետ կապված խնդիր է։ Կիրիլի հիշողության հետ կապված։